Հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, ժամը 19:37 եւ ուժեղ Հայաստան դաշինքը, որ պահանջում էր նիստը երկարաձգել մինչեւ 24:00, գրեթե 50%-ով նիստերի դահլիճից բացակայում է։ Այստեղ չէ նաեւ մի րոպե, ներողություն։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ սեպարատ քննարկումները դադարեցնել։ Խնդրում եմ քննարկումները դադարեցնել եւ վերադառնալ նորմալ ռեժիմին։ Այստեղ չէ նաեւ Հայաստան դաշինքի գրեթե 80%-ը եւ ամենակարևորը քննարկումներից բացակայում է այսօրվա երկրորդ կեսի հերոս, հանձնաժողովի նախագահի թեկնածու Հարություն Հարությունյանը, ով պետք է ըստ ժանրի կանոնների լսեր մեր ելույթները եւ արձագանքեր դրանց, արդյոք սա վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ։ Գալիս է, բայց արդեն երկու ելույթ բաց է թողել, սա էլ մեր հայրենակիցների համար, բայց ես այստեղ երկար այս մասում չեմ կանգ առնի, քանի որ ահագին ասելիք կա եվրոպական ինտեգրման մասով, միայն որպեսզի տպավորություն չլինի, թե ես միայն ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորների խոսույթին եմ արձագանքում, պարոն Գարիկ Սարգսյան, խնդրում եմ այսուհետ կանանց մասին խոսելիս եւ իրենց խոսակցություն նկարագրելիս չասել ճվճվ կանայք, որովհետև շատ հաճախ ճվճվում են տղամարդիկ, խոսքը մնում է կանանց հետ, ածականը։ Ես առաջարկում եմ առհասարակ բառերի ընտրություն չպայմանավորել սերով։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական ինտեգրման գործընթացին, հարգելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ լռություն, հարգելի գործընկերներ, լռություն։ Շատերը գիտեն, մեզ հետևող փորձագետներ նույնպես գիտեն, եվրոպական ինտեգրման գործընթացը չի ավարտվում Եվրոպական միության անդամակցության։ Կան մի շարք եվրոպական ԵՄ անդամ պետություններ, որոնք շարունակում են եվրոպական ինտեգրման գործընթացը, որովհետև դա չվերջացող մինչև այս պահը գործընթաց է, որտեղ որ դիրեկտիվների պահանջով տնտեսությունները ուրեմն մոտարկվում են, օրենսդրությունը մոտարկվում է եւ ուրեմն ճիշտ չէ ասել, որ եվրոպական ինտեգրման հանգրվանը եվրոպական միության անդամակցությունն է։ Եվ որ մենք ասում ենք, որ մեզ մոտ կասկած է առաջանում, թե ինչու է ուժեղ Հայաստան խմբակցությունը ընտրել այս հանձնաժողովը, այս կասկածը էլ ավելի է խորանում եւ որ մենք լսում ենք արդեն երկրորդ թեկնածուին։ Նախ մեղմ ասած չի պատկերացնում թեկնածուն ինչի մասին է եվրոպական ինտեգրումը, ինչպիսի առաքելություններ կան Հայաստանում, ինչպիսի առաքելությունների մաս կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ վստահ եմ, որ եթե պարոն Կարապետյանը լսելիս լիներ թեկնածուին, երբ որ թեկնածուն ասեց, որ կողմ է միանալ Եվրոպական միության առաքելություններին, այդ պահին արագ SMS կստանար, որում գրված կլիներ բացառությամբ Ուկրաինայում առաքելությանը։ Եվ պարոն Հարությունյան, քանի որ արդեն խոսք եք տվել, որ Եվրոմիության բոլոր դիտորդական առաքելություններին կողմ եք, եւ որ պահը գա խորհրդարանի կողմից համաձայնության տալու նման առաքելությանը, ես ակնկալում եմ, որ նաեւ Ուկրաինայում օրինակ է թե ինչ որ պահի քննարկում լինի նման առաքելության տեղակայմանը, դուք համապատասխան ձեր խոստմանը կողմ կքվեարկեք։ Պարոն Կարապետյան, դուք նաև նիստերի դահլիճում չէիք, հակառակ դեպքում Տիկին Ղահրամանյանին վստահաբար կասեիք, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ասոցիացման համաձայնագիր Եվրոմիության հետ, ցավոք սրտի, իդեպ մեր իրավապայմանագրային հիմքը ՍԵՊԱ-ն է, որի կիրարկումն ապահովող միջկերատեսչական հանձնաժողովը արդեն փաստել է, որ դրա 60%-ը արդեն կիրարկված է։ Պարոն Կարապետյան, դուք նաև այս նիստերի դահլիճում չէիք, թե չէ հաստատ Տիկին Ղահրամանյանին նաև SMS կգրեիք, որ Եվրոմիության անդամակցությունը հացի հերթ չի, որովհետև ամեն անգամ գալիս այնպես եք նկարագրում, որ երկրները հերթում կանգնած են, դե միջև Հայաստանի հերթը գա, ուզում եմ ասել, որ Եվրոպական միության անդամակցությունը բլոկերով իրանց կողմից փաթեթների կատարումն է եւ օրինակ մենք հիմա ականատես ենք լինում, որ Ալբանիան, որ Սերբիայից կարար կասկածներ, որ հետ կընկնի, բայց իր կիրարկումը ապահովում է շատ ավելի արագ, քան Սերբիան։ Եվ չի բացառվում, որ ինչ-որ մի պահի Հայաստանը կարող է առաջ ընկնել, օրինակ մեր տարածաշրջանային երկրներից Վրաստանից, որովհետև ասում եմ էլի, սա հացի հերթ չի, որ երկրներն sense հերթով ուրեմն վաճառեն կամ համաձայնեն այս գործընթացի մաս դառնալը։ Մյուս մեր անհանգստությունը գալիս է ոչ թե ձեր թեկնածուների ընտրությունից, այլ ձեր թեկնածուների խոսույթից եւ այստեղ հարց է առաջանում։ Իսկ կարող է դուք այս հանձնաժողովը ընտրել եք ոչ թե որպեսզի նպաստեք ինտեգրման գործընթացին, այլ վերահսկեք, որպեսզի Հայաստանը հանկարծ ինչ որ փուլից ձեր կողմից ընդունելի փուլից առաջ չանցնի։ Օրինակ, եթե ես անկեղծորեն ասեմ, ես կարծում եմ, որ դուք ընտրել եք այս հանձնաժողովը
որպեսզի հետևեք գործընթացին եւ հանկարծ այնպես չստացվի, որ հայտի ներկայացման պահին դուք ձեր այլ գործընկերներին դրա մասին ասած չլինեք, չփորձելով կանխարգելել այս գործընթացը։ Որովհետև ես ձեր տեխնացուների պատասխաններից հասկանում եմ, որ նույնիսկ հիբրիդային պատերազմ ասելու պարագայում դուք իրանց արագ ասում եք, որ մի ասեք հիբրիդային պատերազմ։ Էլ չասեմ, որ այս մարդիկ տեխնացուները ամենայն հարգանքով, նույնիսկ Ռուսաստան բառն են չեն կարողանում այս կոնտեքստում արտաբերել։ Չեն կարող ասել, այո, հիբրիդային սպառնալիքները այս տեղեկատվական կոնտեքստում գալիս են Ռուսաստանից։ Այս բառ նախադասություն չէ։ Ես ասեմ դրանից անդին։ Օրինակ, ես կասկած ունեմ, որ դուք նայել եք առայայի հարցումները, որտեղ որ մեր բնակչության 52%-ը կողմ է եվրոպական ինտեգրմանը եւ մտածել եք պոպուլար թեմա վերցնենք, մենք ցույց տանք, որ մենք ենք առաջ տանում։ Բայց միաժամանակ դուք եթե այդ առայայի հարցումները նայում եք, դուք պետք է նկատեք, որ մեր քաղաքացիները միամիտ չեն։ Իրենք որպես երրորդ սպառնալիք Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո նշել են Ռուսաստանը։ Մեր քաղաքացիներ գնահատում են, որ Հայաստանի Հանրապետության անվտանգային սպառնալիքները Թուրքիայից եւ Ադրբեջանից անդին գալիս են Ռուսաստանից։ Եվ սա առաջին անգամն է, որ հարցումներում երբևէ արված Ռուսաստանը դիտարկվել է որպես անվտանգային սպառնալիք։ Հիմա ինձ հետաքրքիր է, դուք որպես եվրոպական ինտեգրման գործընթացի ջահը վերցրած քաղաքական ուժ խորհրդարանում գալու եւ խոսելու եք մեր քաղաքացիների հետ անկեղծ այս սպառնալիքների մասին։ Ասում եմ, դուք այս ամբիոնից չեք կարողանում ասել, հիբրիդային սպառնալիքները գալիս էին Ռուսաստանից։ Ուկրաինան Եվրոմիության անդամակցության տեխնացու է։ Եվ այս դրամաբանության մեջ դուք պետք է շատ նորմալ ընդունեք Զելենսկու այցը, որովհետև եթե դուք եվրոպական ինտեգրման հանձնաժողովն եք վերցրել, դուք չեք կարող այս դիրքորոշման առաջ գնալ։ Ուրեմն գալիս է իմ այն դիրքորոշումը, որ դուք ընտրել եք այս հանձնաժողովը, որպեսզի հանկարծ հայտ չներկայացվի եւ դուք ունենաք դրա նկատմամբ ամբողջ վերահսկողությունը։ Դուք որովհետեւ ասում եք մենք ընտրել ենք սա վերահսկողական գործառույթի համար եւ դուք ուզում եք հանկարծ որևէ բան առանց դեր տեղեկատվության տեղի չունենա։ Էսա հակառակ դեպքում ես չեմ կարող գտնել ինքս իմ ներսում բացատրություններ, ինչու ձեր երկու տեխնացուները ամենամինիմալ մտքերը չեն կարողանում այստեղ արտաբերել։ Դուք ունեք այդ բացատրությունը։ Պարոն Հարություն Հարությունյանը չկարողացավ անվանել երկրորդ առաքելության անվանումը։ Մարդ, ով ուզում է ղեկավարել այս հանձնաժողովը, առնվազն բազային գիտելիք պետք է ունենա նրա համար, որպեսզի առաջ տանի այդ օրակարգը։ Այո, ասում եք դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիան էլ եմ ասում, հնարավոր է ավելի խորացնել DCFTA ունենալով։ Ես երկու տեխնացուներին այս հարցը տվել եմ DCFTA-ի մասին։ Եվ թույլ տվեք ասել, որ քանի որ ձեր փոխկապակցվածությունը հանրապետականի հետ շատ ուժեղ է, սցենարը կրկնվելու ախր դուք ժպտում եք, բայց մենք 13 թվականը անցել ենք։ Սերժ Սարգսյանը չի ստորագրել ասոցիացիան համաձայնագիրը։ Սերժ Սարգսյանը ձեր պես գալիս եւ ասում էր, նույնիսկ չէր ասում 5 տարի, Ժորժ ջան, հա, ջերմուկի շիշ է, Վահագն Արսենյան, հետո։ Ես դες հիմա բովանդակություն եմ ասում, դուք ինձ ինչ եք պատասխանում։ Սա ի ցույց է դնում ձեր անլուրջ վերաբերմունքը։ Ես անուններից չեմ վախում։ Ես Մեսրոպ Մանուկյանի հետ պատրաստվում եմ գնալ դատախազություն։ Ժորժ ջան, չեք կարող մեզ այս ամեն ինչը տենց գալիս, ասում եք, ձեզ թվում է մենք ինչ որ մեկին մեր թիմից պահելու ենք, եթե նա կոռուպցիայով զբաղվի։ Ես հիմա ձեզ ուղիղ հարց եմ տալի, մի շիշը ցուրտ տվեք։ Ես ասում եմ, դուք անում եք լրիվ նույնը։ Սերժ Սարգսյանը ես այդ ժամանակ ԱԳՆ-ում ստաժոր եմ։ Այսօրվա պես Զորիկ Մնացականյանի դեմքը հիշում եմ։ 5 տարի այդ մարդը բանակցել եմ։ Շավարժ Քոչյանը հարցազրույցներ է տվել այս թեմայով։ Բացատրել է, թե ինչու է ԵԱՏՄ անդամակցությունը անտրամաբանական։ Դրան, եթե չեմ սխալվում, էլի մարդ Տիգրան Սարգսյանը փոխվարչապետ։ Հսկական հոդվածներ կան, որ միջից պահը չեն ջնջվել, կան։ Այս մարդիկ ասել են, որ ասոցիացիան համաձայնագրի հետևից գնալու ենք։ ԵԱՏՄ անդամակցությունը անտրամաբանական է։ Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը որոշում է կայացնում եւ ասոցիացիումից մնում է ՍԵՊ-ան։ Հիմա ես դες ուղիղ հարց եմ տալիս։ Մենք ՍԵՊ-ի կիրարկումն ապահովում ենք։ Որն է ձեր դիրքորոշումը DCFTA-ի վերաբերյալ։ Կներեք անգլերեն եմ անդադասում ազատ առևտրի համաձայնագիր։ Կարա, ես ասել եմ իմ դիրքորոշումը որն է։ Ես հորդորելու եմ, անելու եմ ամեն ինչ որպես հանձնաժողովի անդամ, որպեսզի դա իրականություն դառնա, Ժորժ ջան։ Ես չեմ ուզել ԵԱՏՄ հանձնաժողովի անդամ լինել։ Ես 8 տարի այս հանձնաժողովի անդամ եմ եւ իմ ամբողջ ներուժը, իմ մասնագիտական գիտելիքը ուղղել եմ DCFTA-ին։
Եվ ես հիմա հարց ունեմ, բարդ նախադասություն չի։ Եկեք որպես հանձնաժողովի նախագահի տեխնացու, ասեք, որ որպես այս հանձնաժողովը ընտրած նախագահի տեխնացու կողմեք այս պայմանագրին։ Էսա է, այսքան բան։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Կուզեի մի քանի ելույթների անդրադառնալ, առաջինը պարոն Գևորգյան, որ դուք ձեր խոսքում ասեցիք, կոչ արեցիք, եկեք այս փափուկ աթոռներից վեր կենանք, գնանք մեր գյուղերը, տեսնենք ժողովուրդը ոնց են ապրում։ Եվ իրենց խնդիրների հետ ծանոթանանք, հավաքագրենք, գույքագրենք այդ խնդիրները։ Մենք այդ խնդիրները գույքագրել ենք մեր քարոզարշավի ժամանակ, սիրելի ժողովուրդ, դուք լավ տեղյակ եք, մեր նախընտրական շտաբը մշակել էր թերթիկներ, հարցաթերթիկներ եւ խնդրել էինք մեր ընտրողներին, մեր քաղաքացիներին նշել 3 կարևոր խնդիրներ, որոնք վերաբերում են իրենց համայնքին, իրենց անձնական խնդիրը կապված իրենց առօրյայի հետ։ Եվ դրանից հետո ես նկատել եմ, որ դուք ձեր թիմով, պարոն Կարապետյանի գլխավորությամբ շրջում եք համայնքներում, սենց թուղթ ու գրիչով մտնում եք տուն, բակ, փորձում եք ճշտել ինչ խնդիրներ ունեն մեր քաղաքացիները։ Պարոն Գևորգյան, ուշացած է փափուկ աթոռից վեր կենալը եւ այդ խնդիրների հետևից գնալը, որովհետեւ մենք արդեն ունենք հավաքագրած, գույքագրած այդ խնդիրները եւ մեր առաջիկա 5 տարիների կառավարման ընթացքում հետևողականորեն այդ խնդիրներին լուծում ենք տալու։ ՀԿ-ի մասին, որ խոսվեց, սա մի պատմություն է, որը պետք է խոսել սրա մասին եւ պետք է խոսել բաց, պետք է գնահատական տալ հանրապետականի այս մեր ժողովրդի գլխին բերած փորձանքի մասին։ Այստեղ պարոն Վարդևանյանը փորձելով հանրապետականին մաքրել տալիս է Վազգեն Սարգսյանի անունը։ Այստեղ միայն պարոն Հարությունյանը Վազգեն Սարգսյանի անունը տալով դրական դրվագ նկարագրեց, որ Վազգեն Սարգսյանի հետ շփվելուց հետո է որոշել զբաղվել քաղաքականությամբ։ Պետք չի, պարոն Վարդևանյան։ Եթե կարող եք նույն ջանասիրությամբ այստեղից հնչեցրեք վերջին 10, 15, 20 տարիների կարկառուն հանրապետականների անունները եւ փորձեք դրանով մաքրազարդել եւ պարզաջրել հանրապետականի մեղքերը եւ կեղտերը։ Հիմա ինչի մասին եմ ուզում խոսել։ Որ ուզում եք հանրապետականից դիստանցավորվել եւ ասել, որ դուք հանրապետականի հետ կապ չունեք, իմ գործընկերը հերթով բոլորիդ թվարկելով, գրեթե բոլորիդ թվարկելով, ներողություն եմ խնդրում, ոչ բոլորիդ է վերաբերում, ասես թե դուք ինչ ուղիղ կապ ունեք հանրապետականի հետ։ Եվ գիտեք ինչ է արել հանրապետականը։ Այն արատավոր բարքերը, որ գործում էին հանրապետական իշխանության տարիներին, փողով մարդկանց ուղակի նվաստացրել են, նրանց ինքնասիրությունը վնասել են, նրանց ինքնասիրության հետ կապված խաղացել են նրանց ինքնասիրության հետ։ Նույնիսկ դպրոցի մանկավարժներին, որոնք իրենց աշխատանքը կորցնելու այդ վախից դրթված պատրաստ էին ձեզ հանրապետականների տնտրելու, դուք այդ փողը մցրել եք դպրոց։ Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Իմ գյուղի դպրոց եք մցրել, նոր կյանքի դպրոց։ 10,000 դրամ անհատական տեղ է հասել ամեն մանկավարժի, որ հանկարծ վաղը մյուս օր որևէ մանկավարժ չհանդգնի ասել, որ գիտեք ինչ, հարգելի իշխանավորներ, մենք ձեզ ընտրել ենք եւ պահանջում ենք սա եւ սա։ Ոչ։ Դուք ձեր գործելավոճով փորձել եք հասնել նրան, որ ոչ ոք հանկարծ ձեզանից որևէ բան չպահանջի, դուք ասեք դու ընտրել ես 10,000 դրամի դիմաց, ձենդ կտրի։ Իրավունք չունես մեզանից որևէ բան պահանջես։ Սա է եղել դուք, հանրապետականներ։ ՀԿ-ի ժամանակի ընտրություններին եմ ուզում անդրադառնալ իմ արդեն գիտակից կյանքում, որին ես մասնակցել եմ,
Դեռ 12 թվականին ռեյտինգային ընտրակարգ այն ժամանակ մեծամասնական ընտրություններ էինք ասում, չգիտեմ ոնց էր, մարզում կարող էին մի քանի շրջաններում ավելի ճիշտ, կարող էին մի քանի տեխնացուներ առաջադրվել։ Այդ ժամանակ ես շտաբի պետի աշխատանք եմ իրականացրել իմ գյուղում։ Դրան չեմ ուզում անդրադառնալ, շատ դրվագներ մոռացել եմ, չեմ հիշում, բայց 13 թվականի Բարևի հեղափոխությունը Ռաֆի Հովհաննիսյանի, այսպես էինք ասում, ես Ռաֆի Հովհաննիսյանի համար, եթե չեմ սխալվում ինչ-որ հասարակական կազմակերպությունով, որպես դիտորդ մեր գյուղում փորձեցի հաշվարկի ժամանակ ներս մտնել, իմ վրա շատ մեծ ճնշում գործադրեցին եւ վերջի վերջո կարողացան ինձ դուրս հանել այդտեղից, սպառնալով, որ աշխատանքը կկորցնի իմ քրոջ ամուսինը։ Եվ ես այն ժամանակ ինչ կարող էի անել, այսինքն քո ազգականին, քո բարեկամին ասում եմ, որ աշխատանքդ կկորցնես եւ չես կարող վաղը քո երեխաների հանապազորյա հացը վաստակես։ Միայն այդ ճնշումից հետո ես դուրք եմ տվել եւ դուրս եմ եկել տեղամասից։ 15 թվականին այո ոչ, սահմանադրական, այսպես ասած, բարեփոխումներ, վայ բարեփոխումներ։ Եղել եմ Վազգեն Սարգսյանի գյուղում, Արարատի մարզի Արարատ գյուղում, Դավալույում, իր անունը կրող դպրոցում, իրազեկ քաղաքացիներով որպես դիտորդ։ Էլ եկել են թաղի խուժաններ, էլ եկել են հարկայինի տեսուչներ, էլ եկել են ճվճվ կնանիկ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ գյուղապետը, որ ինձ վերջում արդեն հաշվարկի ժամանակ եկել գումար էր առաջարկում, որ ընկեր, ես փողը վերցրու, թող մեր հանգիստ մեր հաշվարկը կազմակերպենք։ Ու գիտեք հարկայինի աշխատողը ինչ էր ակնարկում։ Ստեղ նորից պետքա հիշեմ քերուս։ Ակնարկում էր, որ այ լսի, 15 թվականի բան եմ ասում։ Քո քերին բիզնես ունի, չէ՞։ Շինանյութի առևտրով է զբաղվում։ Ասում եմ, հա, ասում ենք կարող խնդիրներ ունենա, եթե դու սենց շարունակես։ Հա, փաստերով կխոսենք։ Դա 15 թվականի հանրաքվեի մասին։ 16 թվականին Նորկյան գյուղ ես առաջադրում եմ համայնքի ղեկավարի տեխնացու, քաղաքացիական պայմանագրի թիմը այնտեղ ամեն օր աշխատանք է իրականացնում եւ գիտեք ինչ էր կատարվում։ Հանրապետականը ամեն ինչ անում էր, որպեսզի ես իմ հայրենի գյուղում, որտեղ առաջադրվել եմ համայնքի ղեկավարի տեխնացու, շտաբ չունենամ։ Քավորս տրամադրում է շտաբի տեղ։ Մենք հենց առաջի օրը բացում ենք շտաբը, պտտվում ենք քարոզարշավի, երեկոյան հետ ենք վերադառնում, այս խեղճ մարդը սենց շփոթմունքի մեջ ընկած ասում է Գարիկ ջան, ստեղից պիտի դուրս գաք, թե չէ ես խնդիրներ կունենամ։ Սա է եղել հանրապետականի գործելավոճը։ Էլ չեմ ասում, որ մտել էին մեր ընտանիքներ եւ ընկերոջս նույնիսկ սպառնացել էին, որ վեշերդ հավաքի Հայաստանից գնա, թե չէ խնդիր կունենաս։ Որսորդ տղա ես, զենք մենք ունես, մի բան կսարքենք գլխիդ, գնա ստեղից, Գարիկին մի օգնի ընտրություններում։ Բայց եղավ են ինչ եղավ։ Նոր կյանքում, որ այս տարի սեպտեմբերի 18-ին լրանում է ընտրությունների 10 տարին, մենք կոտրեցինք հանրապետականի այդ սառույցը, կարծրատիպը, որ իրենց չի կարելի, հնարավոր չի հաղթել, եւ կանգնեց մի երիտասարդ թիմ եւ հակառակը ապացուցեց։ Այս ընտրական process-ների, այս ընտրակաշարքի մեջ մի հոլովակ հիշեցի, հիշեք Չելավեկ ցուցակ, Չելավեկ ստրուկ, դուք նորից հետ բերեցիք, պտտեցիք այդ անիվը հետ եւ 26 թվականին փորձեցիք մեր ընտրողներին դարձնել Չելավեկ ստրուկ, Չելավեկ ցուցակ, բայց դուք նոր հանրապետականները, հին հանրապետականներից տարբերվում եք 1-0-ով, իրենք տալիս էին 10,000, դուք տվեցիք 100,000, այսինքն դուք, այսպես ասեմ, ՀՀԿ պրոմաքսն եք մեր ժամանակների։ Եվ վերջում ես ամեն ինչ անում էի, ներողություն մի 10 վայրկյան ավել եմ խոսելու, որպեսզի Էդգար Ղազարյանին ընդհանրապես չանդրադառնայի այս ամբիոնից, բայց այսօր ինձ ստիպեց։
Երբ որ ասես 18 թվականին Հայաստանի հետ տեղի է ունեցել ողբերգություն։ Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի հետ ողբերգություն է տեղի ունեցել 1975 թվականի հոկտեմբերի 20-ին։ Շնորհակալություն։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, Տիկին Ղարամանյան, ուրախ եմ, որ ձեզնից հետո եմ ելույթ ունենում, որտեղ ինչ-որ չափով նաև ձեզ եմ անդրադարձ կատարելու։ Իդեպ այսօր էլ ձեր ուրեմն ֆրակցիայի անդամներից եկել կանգնել են, ասում են, հարգելի հայրենակիցներ, դուք պետք է փոփոխությանը հավատաք։ Ժողովուրդը ձեր առաջարկած փոփոխությանը արդեն իսկ չի հավատացել, չի ընտրել ձեզ որպես իշխանություն, չի հավատացել։ Ու դրա համար կան տարբեր պատճառներ։ Օրինակ, այդ պատճառներից մեկն այն է, որ քաղաքացին սկսել է տարբերակել մանիպուլյացիան իրականությունից, Տիկին Ղահրամանյան։ Այստեղ այսօր առավոտյան դուք ասում եք, որ հանրային հեռուստաընկերությունը ընտրությունների ժամանակ հավասար եթերաժամանակ չի տրամադրել։ Ես հիմա իդեպ փաստաթղթից եմ ուզում մեջբերում անել։ Ճիշտ եք ասում, Տիկին Ղահրամանյան, հավասար չի տրամադրել։ Ձեզ նախընտրական շրջանում տրվել է ավելի շատ ժամանակ։ Ձեզ տրվել է 2315 րոպե եթերաժամանակ, երկրորդ տեղում Հայաստան դաշինքն է 2268 րոպե եթերաժամանակով, նոր երրորդը մենք 2186 րոպե եթերաժամանակով, ու այս վճարովի ժամանակից է, որ ձեր մոտ գեներացվել է ավել րոպեներ, բոլորին հավասարապես 90 րոպե ժամանակ է տրվել։ Եթե դուք հիմա տեղից բան եք ասում, նկատի ունեք, որ առհասարակ չի լուսաբանվում ընդդիմությունը, Տիկին Ղահրամանյան, մեջքով ձեզ չեմ տեսնում, ուրեմն ընտրություններից հետո 8 շաբաթների ընթացքում հանրային հեռուստաընկերությունը ուժեղ Հայաստան կուսակցությանն է դիմել, ասելով եկեք բանավեճի հաղորդման եւ այլն, 4 անգամ դիմել է եւ քանի անգամ է այս կուսակցությունը համաձայնել գնալ հանրային հեռուստաընկերություն 0 4 անգամն էլ մերժվել է։ Ահա այսպես է ստացվում, որ մենք կարող է ավել այնտեղ երևանք, դուք քիչ, բայց կներեք, մենք չպետք է հարմարեցնենք ձեզ հետ, երբ որ դուք հրաժարվում եք, մենք էլ ասենք, չէ, կներեք, մենք չենք կարող առանց նրա գնալ։ Ու լրատվական անաչառությունից Տիկին Ղահրամանյան, գիտեք, քանի որ դուք նաև ոլորտից եք, լրագրող եք, ես չեմ հիշում, որ դուք մեկ անգամ գոնե հրավիրած լինեք ինձ, իմ գործընկերներին, դուք մեծապես ձեր հաղորդումներին հրավիրել եք, նաև հարևան ձեր խմբակցությունից անդամ եկավ, ընդդիմադիր տարբեր մարդկանց եւ եթերաժամանակ հանրային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունում աշխատելով դուք եթերաժամանակ չեք տվել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից կամ իշխանական որ խնդրում եմ Տիկին Ղահրամանյան մի խանգարեք ձեզ բոլորը ուշադիր լսում են Տիկին Ղահրամանյան օրինակ ես նկատում եմ որ դուք ձեր խմբակցությանն եք փորձում խմբագրել դա շատ նաեւ տգեղ է օրինակ Տիկին Մանուկյանը խոսում է ասում է այո ես եւս իշխանության մաս եմ համարվում դա ճիշտ է եւ Տիկին Ղահրամանյանը հարցի իրավունքից օգտվում է ասում է հանկարծ չհավատակ մենք դեմ ենք ամեն ինչին մենք իշխանության մաս չենք եւ դա տգեղ է ձեր գործընկերոջ հանդեպ նախ եւ առաջ ել չեմ ասում նոր էլ պարոն Հարությունյանը մեր Հարությունյանի հարցին պատասխանելիս ասում է ես լավ եմ վերաբերում քառակողմ հայտարարությանը արագ SMS է ստանում ստեղից երևում է եւ ասում է ես լավ չեմ վերաբերվում այդ քառակողմ հայտարարությանը Քաղաքացիները համենայն դեպս այդ ամեն ինչը տեսնում եւ զգում են։ Եվ ինչի օրինակ ձեր փոփոխությանը չեն հավատում քաղաքացիները։ Դուք նախընտրական շրջանում տվել եք ամենապոպուլիստական խոստումները։ 0% հարկ, անվճար կրթություն, ուրեմն նոր աշխատատեղեր, աշխարհում հնարավոր բոլոր պոպուլիստական խոստումները տվել եք, բայց չեք ստացել աջակցություն։ Ձեր թիրախավորված համայնքներում, ձեր կողմից թիրախավորված օրինակ Կիրանցում, ինչու ենք մենք ստանում առավելագույն ձայներ։ Ինչու ձեր կողմից թիրախավորված տեղ համայնքում մենք ստանում ենք առավելագույն ձայներ։ Ինչու ձեր թիրախավորած Տիգրանաշենում մենք ստանում ենք առավելագույն ձայներ։ Չեք հասկացել սրա հետ կապված Ինչն է խնդիրը։ Խնդիրն այն է, դուք ինչքան թիրախավորում եք, այդքան ժողովուրդը մեր թիկունքին է կանգնում, որովհետև ժողովուրդը մենք ժողովրդի մասն ենք։ Տիկին Գասպարյան ոնց որ Տիկին Գասպարյանին հատկապես դիմում այսօր այնպեսի հայտարարություն արեց հա մենք այդ ժողովրդի հատկապես ձեր համահրանքով ասած ուրեմն անապահով խավի մի մասնիկն ենք բայց անապահով խավին եւ աջակցության մասին էլի մենք որ եկանք 18 թվին ուրեմն իշխանության տեսանք որ այդ անապահով խավին համար հատկացվող այդ աջակցություններից օգտվում են բրաբուսով մարդիկ Այդ ոնց է այդպես ստացվել։ Անկամ այդ անապահով խավի համար այդ մի քանի գրոշը
Դուք չեք թողի, որ հանկարծ հասնի թիրախավորված մարդկանց։ Իսկ անապահովության մասով մենք կարծում ենք, որ այդ աղքատության ճիրաններից քաղաքացին պետք է դուրս գա։ Մենք չենք ուզում, որ աշխատող քաղաքացին ստանա պետությունից ենթադրենք 20,000 դրամ, այն քաղաքացին, որը կարող է աշխատել 200,000 դրամ։ Ու դրա համար պետական բյուջեի աջակցության բազմաթիվ ծրագրեր են անում, որ քաղաքացին դուրս գա այդ աղքատության ճիրաններից ու չմնա ընտրակաշարքի, կոմբայնների, շալվարների ու եսիմինչերի հույսին։ Այ դրա համար ենք մենք այդ ծրագրերն անում։ Եվ դա տվել է արդեն իր արդյունքները։ Օրինակ, աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին նվազել է 1.4%-ով։ Ծայրահեղ աղքատությունը մի ծիծաղացեք 4%-ով, ներողություն, ճիշտ եք անում, որ ծիծաղում եք, 4%-ով է որտեղ նվազել։ Ծայրահեղ աղքատությունը 1.4%-ից հասել է 0.6%։ Եվ ես սա այնքան էլ հպարտությամբ չեմ ասում, նկատելի է երևի, որովհետև մենք շատ բան ունենք դեռ անելու, որ այս ցուցանիշները հասնեն մինիմալի, եթե ոչ 0-ի։ Աշխատավարձի եւ պարգևավճարի մասին։ Շիրազը Մանուկյան ասում է, որ իշխանական ֆրակցիան պարգևավճար է ստացել, ես ինչի տեղից արձագանքեցի, որովհետև իշխանական ֆրակցիան չի մենակ պարգևավճար ստացել, այն ընդդիմադիր ֆրակցիան էլ է ստացել, պարոն ուրեմն Մանուկյան, ձեզ հարազատ հանրապետականներին հարցրեք, իրանք էլ այնտեղ փոքր ֆրակցիային, իրանք էլ են այդ պարգևավճարը ստանում։ Հետո այդ համակարգում կառավարությունում եւ խորհրդարանում կան բազմաթիվ 100 հազարավոր, քանակը չգիտեմ մեր պետական ծառայողների, բայց բազմաթիվ այդ միլիարդները, որ դուք նշում եք, որ ազդեցիկ հնչի եւ պոետիկ, ուրեմն այդ մարդկանց մեջ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ձեզ են ձայն տվել, որոնք ձեր հարազատներն են, ինչպես գիտեք։ Եվ այդ մարդկանց ասել, որ դուք ցավ եւ ոնց ասեց պարոն Մանուկյանը, մեզ ցավ ու չգիտեմ ինչ են պատճառել, հետաքրքիր ձևակերպում էր արել, որ քաղաքացիներին ցավ ու տառապանք, թե ինչ են պատճառել, այդ այնքան էլ արդար չէ, այդ մարդկանց հանդեպ։ Ասել պարգևավճար ստացողները մեզ ցավ են պատճառել։ Կամ պարոն Մանուկյանը ինձ թվում է դեռ չի գիտակցում որտեղ է գտնվում, չի գիտակցում իր պաշտոնը, ինչքան ազդեցիկ է։ Կան այստեղ կանգնել ասել, որ մենք զիջել ենք Հայաստանի սուվերեն տարածքում, դրա համար էլ կան ադրբեջանական զորքեր, մենք զիջել ենք, որ կան ադրբեջանական զորքեր, սա խայտարակություն է, ժողովուրդ։ Այսինքն ասում եք, որ մենք ենք զիջել եւ Ադրբեջանը չի օկուպացրել մեր սուվերեն տարածքները, լուրջ։ Տենց եք դուք քաղաքականությամբ զբաղվում, թե դա է Հայաստանի շահը։ Դրա համար ճիշտ կլինի, որ ծաղիկից եւ այլ բաներից խոսեն։ Այդ նույն պատգամավորը ասում է մենք 3 պատերազմ ենք բերել, հա։ Ուրեմն հարգելի նոր հանրապետական ֆրակցիա, հատկապես պարոն Մանուկյան, հին հանրապետական ֆրակցիայի եւ կուսակցության ղեկավարը այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին, որ դեռևս հեղափոխությունը չէր եղել եւ ինքը ընտրվում էր որպես վարչապետ, եկավ կանգնեց ասեց, որ բանակցային ուրեմն բանակցությունները փակուղում են, որևէ լավատեսություն չի ներշնչում բանակցությունները եւ պատերազմը անխուսափելի է։ Անոս արեց պատերազմի։ Ձեր քաշած ականը, այո, տրակել է մեր ձեռքում։ Ձեր քաշած ականն է պատերազմի տեսքով տրակել մեր ժողովրդի եւ մեր ձեռքում։ Դրա համար պատերազմի ուրեմն պատճառների մասին գնացեք ձեր հարազատ ֆրակցիաներից հարցրեք։ Հետո պարոն ուրեմն Գևորգյանն էր ասում էր PR բան է, PR ակցիաներ եք անում, ոչ թե գործ։ Այսինքն ասում դպրոցները, ճանապարհները PR ակցիա են։ Ախր ձեզ չեն ընտրում, որովհետև այդ դպրոցներում սովորող մարդիկ, նրանց ծնողները, ուսուցիչները տեսնում են, որ դա PR ակցիա չէ, դա իրական է։ Այն թոշակառուն, որը բարձրացրած 2-3 անգամ բարձրացված թոշակ է ստանում, գիտի, որ դա PR ակցիա չէ, դա իրական է։ Այդ մարդիկ, որոնք ստանում են անվճար բժշկական օգնություն, վիրահատություններ, դեղեր, այդ մարդիկ տեսնում են, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Այն մարդիկ, որոնք բալիկ են ունեցել ու 50,000 դրամի փոխարեն 500,000 են ստացել, ծնելիության աճից էլ եք խոսում։ Այդ մարդիկ գիտեն, որ այդ 500,000-ը PR ակցիա չէ, դա իրականություն է։ Այն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակից 4889 մարդը, ով ստացել է բնականի հավաստագիր, ինքը գիտի, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Այն 45,000 մեր Ղարաբաղցի քույրերը, եղբայրները, որոնք ստացել են ֆինանսական աջակցություն դրամական, նրանք գիտեն, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Նենց որ չեմ ուզում ձեր իհարկե համբերությունը չարաշահեմ, բայց մի բան էլ նշեմ, ես իհարկե կարելի է շատ երկար ասել։ Քաղաքացին, որը տեսնում, զգում, շոշափում է խաղաղությունը, ինքը գիտի, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Դրա համար տեր կանգնեց խաղաղությանը։
Դրա համար էլ դուք հետևություններ արեք, թե ինչի ձեր խոստացած փոփոխությունների համար ձեզ չընտրեցին, այլ ընտրեցին իրականությունը, որը PR ակցիա չէ։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք եվրոպական ինտեգրման հարցերով համաշխարհական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը եւ դիմելով պարոն Հարությունյանին նախ ուզում եմ կոչ անել, որպեսզի մենք իրար հետ այս քննարկումներում հնարավորինս անկեղծ լինենք, պարոն Հարությունյան, ես քիչ առաջ ձեր գործընկերոջը հավաստիացրեցի, որ մեր քննարկումներում, եթե մենք լինենք բանավեճի տարբեր կողմերում, այն պայն, երբ դուք կհամոզեք մեզ հակառակում, բացառված է մի իրավիճակ, որ պայմանավորված մեր քաղաքական դիրքորոշմամբ, ի սկզբանե հայտարարած կամ մեր կուսակցական պատկանելությամբ մենք մեր դիրքորոշումը չենք փոխի, ըստ այդմ ես կուզեի, որպեսզի դուք օբյեկտիվ ձեր վերջի ելույթում օբյեկտիվորեն անդրադառնայիք հետևյալ հարցին։ Դուք խոսեցիք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կարևորության մասին եւ ըստ էության դուք հանդես եք գալիս այս դիրքերից։ Ես կուզեմ, որպեսզի հենց այս համատեքստում դուք օբյեկտիվ գնահատական տակ մեր կառավարության արտաքին քաղաքականությանը հենց արտաքին, ուրեմն մեր միջավայրի եւ քաղաքականության դիվերսիֆիկացման համատեքստում արդյոք կան դրական փոփոխություններ այստեղ եւ եթե կան, ապա որոնք են դրանք։ Հաջորդը, պարոն Հարությունյան, դուք հարցոպատասխանի ժամանակ ի պատասխան իմ գործընկերոջ հարցին ասացիք, որ դրական եք վերաբերվում 2022 թվականի քառակողմ հանդիպմանը, հետո ասեցիք, դուք նկատի ունեիք երևի Պրաղայի հոկտեմբերի 6-ի հանդիպումը, դրան բնականաբար բացասական եմ վերաբերվում եւ կխնդրեմ անպայմանորեն անդրադառնաք, թե այդ որ քառակողմ հանդիպումն էր, որին դուք դրական եք վերաբերվում, սա շատ կարեւոր հարց է։ Հաջորդը, պարոն Հարությունյան, եթե դուք նկատել եք մեր խմբակցության կողմից հարցերի մի մասը գրեթե կրկնվում էին եւ դա պայմանավորված էր նրանով, որ ձեր պատասխանը ըստ էության չէր բավարարում իմ գործընկերներին այն առումով, որ ձեր պատասխանները եւս կրկնվում էին եւ ուզում եմ այս մասին հիմա խոսել։ Գիտեք, ըստ էության խնդիրը անձինք չեն։ Ես կարող եմ տարբեր ու վստահաբար տարբեր վերաբերմունք ունեմ ձեր անձամբ եւ Տիկին Հովսեփյանի տեխնացություններին, բայց այստեղ խնդիրը եւ պատճառը թե ինչու են այդ հարցերը անվերջանալի եւ անընդհատ կրկնվում, նրանում է, որ դուք եւ ձեր ֆրակցիան դիսկավորվելով համապատասխան ձևով այդ թվում նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրել եք հենց եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, ինչը օբյեկտիվորեն բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եվ այս հարցերը առաջացվում են մի իրավիճակ, երբ ենթադրյալ տեխնացուն այս հանձնաժողովի նախագահի ըստ մեզ առնվազն պիտի մարդ լինի, ով պիտի եվրոպական այդ Եվրոպա դեպի ձգտման առաջամարտիկը լինի, այդ արժեհամակարգի կրողը եւ այլն։ Եվ ըստ էության հանձնաժողովի նախագահի տեխնացուներին ուղղված մեր հարցերը հենց այս համատեքստում են եւ դուք հենց այս մասով չեք կարողանում պատասխանել մեր հարցերին։ Հակառակը դուք ասում եք, սա այս հանձնաժողովը իմ նախագահության օրոք չի դառնալու եվրոպական օրակարգերի գովաբանման հարթակ, լինելու է ընդհանրապես վերահսկողական գործառույթ իրականացնող մարմին, եւ սա մեզ չի բավարարում, պարոն Հարությունյան, որովհետեւ մենք կարծում ենք, որ այս հանձնաժողովի նախագահան անձնապես պետքա լինի մի մարդ իր քաղաքական պատկերացումներով եւ ձգտումներով, ով շատ ընդգծված եվրոպամետ է։ Նույնիսկ եթե ձեր ընդհանուր խմբակցության դիրքորոշումը հենց անձամբ ձեր դիրքորոշման հետ 100%-ով չհամընկնի։ Եվ համեմատության կարգով օրինակի համար կարող եմ օրինակ բերել պայմանական X կառավարության բնապահպանության կամ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը։ Ենթադրվում է, որ այս մարդը պետք է մշտապես հանդես գա շրջակա միջավայրի պաշտպանության դիրքերից։ Զուգահեռաբար պայմանականորեն էկոնոմիկայի նախարարը կամ ընդերքի նախարարը տվյալ պարագայում տարածքային կառավարման նախարարությունում պետք է հանդես գա ընդերքի լիցենզիաների ավելացման եւ մնացածի դիրքերից։ Եվ մեր ակնկալիքը ըստ էության ձեզանից հենց այս համատեքստում է։ Եվ կխնդրեմ այս հարցին անդրադառնաք իմ նշած
ուրեմն դիտարկումների ներքո։ Հաջորդը պարոն Հարությունյան, դուք մի քանի անգամ կրկնեցիք, որ հապկի հետ կապված խնդիրները, որպեսզի պարզ լինեն ձեր համար, դուք պետք է հարցով դիմեք հապկին։ Ես ուզում եմ հասկանամ դուք ով, այսինքն դուք այդ հարցը կուղղեք հապկին այն պահին, երբ որ լինեք իշխանություն, եւ եթե հա այո, ապա ինչու դուք այդ հարցը չեք կարող ուղղել այս պահին հապկին, ինչ որ, չգիտեմ, վստահաբար խողովակներ կլինեն տարբեր, եւ առհասարակ այս հարցի քննարկման ժամանակ ինչու է ձեր համար ճշմարտության աղբյուրը այս պարագայում հապկը կամ հապկի ձեր գործընկերները։ Արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանության, գործող իշխանությունների պարզաբանումները կամ տեղեկատվությունը տրամադրած ձեր համար բավարար չի։ Այսինքն ամեն անգամ, երբ դուք ասում եք, մենք պետք է հապկին դիմենք հասկանալու համար այն պատճառները, որոնք, չգիտեմ, որոնցով պայմանավորված հապկը այս հարցի վերաբերյալ մատնված է եղել անգործությանը։ Սա արդյոք խոսում է նրա մասին, որ դուք մեզ չեք վստահում, դուք մեր կառավարությանը, Հայաստանի Հանրապետության իշխանություններին չեք վստահում եւ ձեզ պետք է երկրորդ կարծիք հապկի տեսքով։ Ես կխնդրեմ այս բոլոր հարցերին, պարոն Հարությունյան, անպայմանորեն անդրադառնաք, որովհետեւ հարգելի գործընկերներ, նախորդիվ մի քանի անգամ իմ ելույթներում ես գրեթե բոլոր իմ ելույթներում խնդրում եմ հարցադրումներ եմ անում բոլոր տեխնացուների վերաբերյալ, որպեսզի այս հարցերին անդրադառնամ, որևէ անդրադարձ չի լինում, այդ թվում ցավոք Տիկին Մանուկյանը եւս որևէ հարցից չպատասխանեց։ Խնդրում եմ այնուամենայնիվ բացառության կարգով գոնե պարոն Հարությունյան, դուք պատասխանեք իմ հարցերին։ Շնորհակալություն։